8 միլիարդից ավել պետական արտաքին եւ ներքին կառավարության պարտքն է ավելացել։ Ինձ ներողություն, Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական հայ ընտանիքում, կենսաթոշակառուների կյանքում դրական փոփոխություն եղել է, թե ոչ, այո, եղել է 250 ընտանիքի համար դրական փոփոխություններ եղել է, որովհետև 250 ընտանիք 18 թվականից այս կողմ ամսական ըստ Բաբկեն Թունյանի շուրջ 210 միլիոն դրամի եկամուտ ունեն։ Ինչու, որովհետև նա հաշվարկ էր արել, որ եթե մենք աշխատավարձ չստանանք, այդ նորաթուխ մասնագետը ինձ նկատեն ունեցե երևի դա Թորոսյանն էր ձեզ այդպես Թորոսյան մի խոսքով այդ մասնագետները այդ դեմագոգները այդ պոպուլիստները հա իբր մասնագետները եւ այլն ասում են որ եթե ձեր աշխատավարձերը բարձր են ձեր պարգևավճարները ձեր գործուղումները ձեր տուրիստական այցերը պետական քողի տակ եւ այլն եթե մենք աշխատավարձ չստանանք շուրջ 250 հոգի բարձրացան պաշտոնը ձեր աշխատավարձ ձեր թոշակները կբարձրանան 350 դրամով չեն վիճում գումարը բաժանելով մեծ դա թվականակի վրա փոքր արժեք է ստացվում սակայն պատկերացնում եք 250 հոգի ավելի շատ 210 միլիոն դրամ եկամուտ է ամսական ստանում, որը բաժանած Հայաստանի Հանրապետության 600,000 թոշակառուների վրա ամիսնանում է 350 դրամ։ Որտեղ թոշակառուները 600,000 են։ Եթե 2026 թվականին այդ 250 հոգի բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտը ինքը չի նշում որքան է աշխատավարձ այդ 250-ի, բայց ըստ առողջ տրամաբանության, եթե նա թիվ է նշում 350 դրամով, հետևաբար շուրջ 600,000 թոշակառուն են, 350-ը բաժանած 600,000-ի, անում է 210 միլիոն դրամ։ Եթե 2026 թվականին պայմանական այս մարդկանց աշխատավարձերը 10%-ով բարձրանա, որովհետև լավ են աշխատում, հետևաբար պետք է լավ վարձատրվեն, այո, լավ աշխատողը պետք է լավ վարձատրվի, եթե դրա արդյունքը տեսնում ենք։ Այս մարդկանց լրացուցիչ 210 միլիոն դրամ պետական բյուջեից ամսական պետք է աշխատավարձ տան։ Եվ այդ 210-ն էլ որ բաժանում ենք 210 միլիոնը որ բաժանում ենք 250 բարձրացան պաշտոնյանի յուրաքանչյուրի ամսական աշխատավարձը բարձրանալու է 84,000 դրամով։ Բայց եթե նվազագույն կենսաթոշակային տարիքում գնացող նվազագույն թոշակ ստացողների թոշակը բարձրացնենք 5,000 դրամով, ներողություն 10%-ով, 36,000 դրամ նվազագույն թոշակի գնացողը կստանա լրացուցիչ 3,600 դրամ ամսական։ 10% բարձր, հա, համեմատել։ Եթե 10%-ով բարձրացնենք 250 հոգի բարձրացան պաշտոնյաներին, ամսական 84,000 ավել գումար են ստանալու։ Իսկ եթե թոշակառուկեն նվազագույն թոշակը բարձրացնենք 10%-ով, հա, 36,000-ը բարձրացնենք 10%-ով, ամսական ստանալու են 33,600 դրամ, այսինքն 600,000 մարդ 306,000 դրամ թոշակ է ստանալու ավելին, իսկ 250 հոգին 84,000 է ստանալու ավելին, այսինքն ձեզ 250 հոգին է ավելի շատ արտադրողական տնտեսական էֆեկտ տալի պետական բյուջեի եկամուտներին տնտեսության վրա, թե 600,000 մարդը, որոնց գնողունակությունը ցածր է ելնելով իրենցից եկամուտից, բայց իրենց մեծ թիվ լինելը 600,000 ավելի դրական ազդեցություն է անդրադառնում տնտեսության գնողունակության ապրանքների սպառման ծավալների վրա։ Հետևաբար այդ պոպուլիզմ հաշվարկը, եթե մենք աշխատավարձ չստանանք, ձեր թոշակները 350 դրամով կբարձրանան, բավարար ձեր եկամուտը 10%-ով բարձրացնենք, լրացուցիչ 84,000 աշխատավարձ եք ստանալու, 10%-ով բարձրացնենք նվազագույն թոշակը ստանալու են լրացուցիչ 3,600 դրամ, ներողություն 3,600 դրամով ավելի լավ անձը կարող է ապրել, թե լրացուցիչ 84,000 դրամ եկամուտ ավելի ստանալու։